Ավթի մահից հետո հորը փոխարինած փոքր մհերը պատերազմում է թշնամիների դեմ եւ հաղթում, սպանում է Չմշկիկ սուլթանին, լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ, բայց կատարվում է հոր անեծքը, մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը, հողն այլևս չի դիմանում մհերի ոտքերի տակ։ Երկար ժամանակ փոքր մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ հրեղեն քուրկիկ Ջալալու հետ։ Ձանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին։ Ողբում էր, ուժերը օրեցօր փակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում։ Եվ մի երեկո մհերը կանգ առավ սև ագրավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։ Եթե ես խփեմ թրովս ժայռին, ասաց նա ինքն իրեն, եւ ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։ Վերջին ուժերը լարելով նա հուժկ ու հարված հասցրեց ժայռին եւ երկու մասի ճեղքեց ագրավաքարը։ Վերջին անգամ ժպտաց մհերը արևի լույսին, թոթափեց ձիուբաշը եւ մտավ ներս։ Հայրը անմիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ։ Իմացան սասունցիները, որ մհերը մտել է լեռան մեջ եւ զնդանել է իրեն առհավերժ։ 7 օր ու 7 գիշեր ողբում էին, կանչում մահերին հետ, իրենց քարերին էին զարկում, բայց այդ ամենը զուր էր, շատ տարիներ անցան։ Մեկ անգամ միայն մի հովիվ է կարողանում տեսնել մահերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է ագրավաքարի մոտ։ Քարը բացվում է ու երևում է հզոր դյուցազնը վիթխարի ձիու վրա։ Մհեր, ուրախացավ հովիվը, երբ ես այստեղից դուրս գալու։ Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի եւ նորից կարարվի, գարու հատիկը կլինի փոփոքի չափ, իսկ ծորենի հատիկը մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից։ Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին եւ Համբարձման տոնին ագրավաքարից ջուր է բխում։ Դա քուրկիկ Ջալալին է իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել քուրկիկի բարակ խրխնջոցը։